Առանց հաշվառման միասնական համակարգի աշխատելը։ Հաշվառման ծրագրի, առանց հաշվառման ծրագրի աշխատելը։ Նախ այն մասնակիցների համար, ովքեր հաշվառման ծրագրի մասին միգուցե ամբողջական պատկերացում չունենան, ասեմ ինչ է հաշվառման ծրագիրը, հա։ Դա ծրագիր է, որով մենք ուրեմն հաշվառում ենք մեր ֆինանսական, նյութական եւ այլ հոսքերը։ Այսինքն որտեղ գրանցում ենք մեր վաճառքները, որտեղ գրանցում ենք մեր փողի մուտքեր ելքերը, որտեղ գրանցում ենք մեր ծախսերը, որտեղ գրանցում ենք միգուցե մեր աշխատակիցներին, գրանցում ենք մեր պահեստի շարժը, հա, մեր նյութական շարժը եւ այլն։ Իսկ ինչ ասել է միասնական հաշվառման ծրագիր, հա։ Նայեք, միասնական հաշվառման ծրագիրը այն ծրագիրը, որտեղ որ ընկերության բոլոր ֆինանսական եւ նյութական հոսքերը գրանցվում են մի ծրագրում։ Այսինքն եւ վաճառքը, եւ պահեստի շարժը, եւ աշխատակիցների հետ հարաբերությունները, եւ ծախսերը, հա, եւ հարկերի հաշվառումը, եւ վճարումը արվում է մի ծրագրում։ Շատ ընկերություններ գործնականում այս իմ թվարկած գործառույթները անելու համար օգտագործում են մի քանի ծրագիր։ Օրինակ, կան ընկերություններ, ովքեր ունեն վաճառքի ծրագիր, ասենք խանութ-ը, ունեն խանութ-ը կամ չգիտեմ, դիստրիբյուցիա, ունի հիմնական վաճառքի ծրագիր, որին զուգահեռ կիրառում է առանձին աշխատակիցների, աշխատավարձերի հաշվարկման ծրագիր, որին զուգահեռ կիրառում է, օրինակ Excel-ով պահում է իր ծախսերը, եկամուտ ծախսերն է հաշվում, հա։ Այսպիսի sense mix հիբրիդ խառը ծրագրերի փունջ են ստանում, հա, շատ դեպքերում, շատ տեղերում, ինչը էլի խնդիրներ ու բաներ, ռիսկեր է պարունակում։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ ռիսկեր կա հա, ոչ միասնական հաշվառման ծրագրի կիրառման մեջ, այսինքն մի քանի ծրագրով աշխատելու մեջ։ Առաջինը, երբ մենք տարբեր կիրիչներում ենք ինֆորմացիան պահում, օրինակ վաճառքները մի տեղ է, ծախսերը մի տեղ է, աշխատակիցների մասին ինֆորմացիան մի տեղ է, հաճախորդների մասին ինֆորմացիան մի տեղ է եւ այլն, ինֆորմացիայի փոխանակման ժամանակ կորուստներ ենք ունենում։ Այսինքն, երբ որ մենք մի ծրագրից ինֆորմացիան տեղափոխում ենք մյուսի մեջ, ինչը սովորաբար լինում է ձեռքով կամ կիսաավտոմատ, այդտեղ ինֆորմացիայի կորուստներ ենք ունենում, այսինքն ինֆորմացիան ամբողջությամբ չի մուտքագրվում, ինֆորմացիան մուտքագրելուց ինչ որ տվյալներ սխալ են մուտքագրվում, հա, ինչ որ, չգիտեմ, եթե ձեռքով է արվում, միանշանակ գրիպելու հնարավորություն կա, հավանականություն կա, եթե ձեռքով չի արվում, օրինակ, չգիտեմ, Excel-ով է արվում, լի սխալվելու հավանականություն կա, այդտեղ անխուսափելի է ինֆորմացիայի կորուստը։ Օրինակ, եթե դուք ունեք առանձին վաճառքի ծրագիր, ունեք առանձին ծրագիր, որտեղ որ ձեր եկամուտ ծախսերն եք հաշվարկում, ու վաճառքի ծրագրից ամեն օր, ամեն շաբաթ կամ ամեն ամիս ինֆորմացիան հանուն մտցնում եք այդ եկամուտ ծախսերի ծրագրի մեջ, վստահ եմ, որ մի տարի, 2 տարի հետո, եթե գնաք ստուգեք արդյունքները, հա, այսինքն եկամուտ ծախսերի ծրագրում ձեր եկամուտները համեմատեք վաճառքի ծրագրի ընդհանուր թվի հետ, հաստատ տարբերություններ կտեսնեք։ Սա ես ասում եմ որպես 3-4 տարի հենց ծրագրերի ներդրման ոլորտում աշխատած մարդ, հա, հենց տասնյակ sense դեպքեր եմ տեսել, որտեղ որ մի քանի ծրագրով աշխատելու ժամանակ ինֆորմացիայի լուրջ կորուստներ են լինում։ Ինֆորմացիայի փոխանակման ծախսը։ Ինչի մասն է խոսքը, երբ որ մի քանի ծրագրով ենք աշխատում, ինֆորմացիան մի տեղից մյուս տեղ ենք տեղափոխում պարբերաբար, այդ բնականաբար ծախս է։ Այդ կարող է ծախս լինել ինչ որ մեկի աշխատաժամանակի տեսքով, որովհետեւ ինչ որ մեկը պետք է ստեղից վերցնի, այնտեղ լցնի, հա, դա ժամանակը։ Այդ կարող է ծախս լինել սպասարկող ընկերության տեսքով, այսինքն եթե մենք ունենք մի քանի ծրագիր, բնականաբար ամեն ծրագիրի ինչ որ մեկը պիտի սպասարկի, հա, պետք է լինի ընկերությունը թե անհատ։ Ու սովորաբար մի քանի ծրագիր սպասարկելը ավելի թանկ է ստացվում, քան մի հատ մեծ ընդհանուր ծրագիր սպասարկելը, հա։ Այնպես որ այստեղ հավելյալ ծախսեր կան, որոնք որ
առաջանում են այդ ինֆորմացիայի փոխանակման process-ը կազմակերպելու ժամանակ։ Այստեղ մի հատ դեպք հիշեմ իմ էլի նշված փորձից, ուրեմն մի ընկերությունում որտեղ որ հենց sense մի քանի ծրագրով էին աշխատում ու պետք է դնեինք նոր ընդհանուր միասնական հաշվառման ծրագիր, աշխատակիցներից մեկին, ով որ այս հաշվառման մեջ ներգրաված էր, հարցրեցինք ինչով ես զբաղվում, որն է քո ֆունկցիան այս ընկերությունում, ասաց ես այս ընկերության XML-ն եմ, այսինքն ունեին աշխատակից, ով որ ամբողջ օրը զբաղվում էր ինֆորմացիան մի ծրագրից մյուս ծրագիր տեղափոխելով։ Հա, լրիվ աշխատաժամանակը գնում էր դրա վրա, երբ որ ծրագիրը փոխեցինք, միասնական ծրագիր դրեցինք, այդ մարդը հարապ մնաց։ Մյուս խնդիրը, հա, անվտանգության ռիսկերը, նայեք, քանի որ հաշվառման ծրագրում մեր ամենակարևոր տնտեսական գաղտնիք պարունակող ինֆորմացիան է, հա, գրանցվում, բնականաբար այդ ծրագիրը անվտանգ պահելը շատ կարևոր հարց է։ Հիմա եթե դուք մի քանի ծրագրով եք աշխատում, բնականաբար այդ անվտանգության հարցը մի քանի տեղով բազմապատկում է, հա, այսինքն մի քանի ծրագիր պետք է անվտանգ ապահով պահել։ Ուստեղ ավտոմատ ստացվում է, որ անվտանգության ռիսկերը դուք ձեր մոտ ուղղակի բազմապատկում եք։ Մի ծրագիրը անվտանգ պահելը շատ ավելի էժան է, շատ ավելի հեշտ է, քան մի քանի ծրագիր պահելը։ Զուտ այդ իմաստով եթե նայենք նույնիսկ, հա, ու ոչ արժանահավատ ու ոչ ամբողջական ինֆորմացիան, ինչը որ բերում է նրան, որ ընկերության ինֆորմացիայի վրա հիմնվելով որոշումներ կայացնելուց ռիսկ ունենալ որոշումներ կկայացնենք, հա, ոչ ամբողջական ինֆորմացիա ունենալու պատճառով կամ ժամանակավրեպ ինֆորմացիա ունենալու պատճառով մենք ուղղակի որոշումները ուշ կկայացնենք, այս ամեն ինչը խնդիրներ են, որոնք որ անխուսափելիորեն ազդում են ընկերության աշխատանքի վրա, հա, ընկերությունում կայացվող որոշումների որակի վրա։ Ինչ պետք է անել այստեղ, հա, ինչ լուծում կա։ Ну, լուծումը բնականաբար տրամաբանական է, հա, անցնել միասնական հաշվառման ծրագրի։ Այսինքն վերցնել ծրագիր, վերցնել համակարգ, որը որ կապահովի ընկերության բոլոր ֆինանսական նյութական հոսքերի կառավարումը մի տեղում, որը որ կլուծի միանգամից այս բոլոր խնդիրները։ Սա իհարկե sense բառերով ասելը հեշտ է, իրականում իրականացնելը դժվար է, ես գիտեմ, հաճախ այս process-ի վրա դուք կարող եք ծախսեք մոտ 1 տարի ժամանակ, հա 6 ամսից մինչև 1 տարի ժամանակ, մինչև փոխեք մի քանի ծրագիրը, փոխարինեք մի ծրագրով։ Շատ անգամ միգուցե հայտնաբերեք, որ ձեր ծրագրից մեկը, որով հիմա աշխատում եք, լրիվ հերիք է բոլոր ֆունկցիաները անելու համար, ու մյուս ծրագրերը ուղղակի կարող եք դնել մի կողմ, ցախ կպցնել այդ արդեն արկա ծրագրին ու այդ մի ծրագրով աշխատել։ Միգուցե այդպես դեպք էլ ունենաք։ Կամ օրինակ դուք օգտագործում եք ինչ որ ծրագրի հին վերսիա, ուղղակի եթե այդ ծրագիրը upgrade անեք, նոր վերսիան վերցնեք, ինքը արդեն կփակի այս մնացած ֆունկցիաները, որոնք հիմա անում եք այլ ծրագրերով։ Բայց միասնական հաշվառման համակարգի գալը այդ պարտադիր պայման է, եթե ուզում եք ընկերության ֆինանսների կառավարումը ուրեմն բան անել, հա, այսպես ասած խելքի բերել, վստահ լինել, որ ունեք ամբողջական ու արժանահավատ ինֆորմացիա ձեր հաշվառման ծրագրում ու վստահ լինել, որ ընկերությունում որոշումների կայացումը հիմնվում է արժանահավատ ինֆորմացիայի վրա։